Ուրեմն երեք երեկոյան ես այցելել եմ Վազգեն Խաչատրյանին, այսօր նրան որոշակի հետազոտություններ լրացուցիչ կիրականացվի եւ ընդհանուր առմամբ նրա բուժման ընթացքը արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն, հաջորդիվ ինչի որ կարիք կլինի կապահովենք։ Ասում են, որ վատ է նրա առողջական վիճակը, կարծեմ ենք Վագիփի չէ մյուսի մասով, Քեջյանի մասով, Վիգենիայի։ Ուրեմն հաջորդիվ այսօր մյուս մեր քաղաքացիներին, ովքեր որ ուրեմն կգտնվեն բժշկական կենտրոնում դեռ ես միանգամից իհարկե կայցելեմ, ուզում եմ ասել, որ նրանց վիճակը եւս գնահատվում է բավարար, հաջորդիվ եթե լրացուցիչ ուրեմն բժշկական խորհրդատվության կամ հետազոտությունների արդյունքում կլինեն կարձանագրվեն առողջական խնդիրներ, ապա մենք մեր ընթացակարգերով կապահովենք։ Մի կոնկրետ հարց եմ ուզում ձեզ տալ, մարտային հիվանդանոցները ինչքանով են պատրաստ ապահովագրության, որովհետև օրինակ ես օրինակ ունեմ, ահազանգ ունեմ, Մարտունի հիվանդանոց պետական գնացել է քաղաքացին, բժիշկը ասել է ես միայն վճարովի ծառայություն եմ մատուցում։ Հարգելիներս, մենք ունենք մոտ 600-ից ավել բժշկական կենտրոններ, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր բժիշկներ։ Այո, գուցե ինչ-որ մի բժիշկ ճիշտ տեղեկատվություն չի փոխանցել, մենք այդ բոլոր դեպքերը խնդրում ենք տեղյակ չեն ապահովագրություն։ Բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեն 80,000-ից ավելի քաղաքացու այս 14-5 օրերի ընթացքում չէին կարողանա սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որ դեռ ամբողջությամբ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք պայմանագրի դեռերը չեք կնքել։ Բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքված են։ Մարզային բոլոր բժշկական կենտրոնների։ Մասնավորեցրեք, ինչ է նշանակում բոլոր։ Մարզերում գործող բոլոր բժշկական կենտրոնների մասին։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնները ունեն կնքված պայմանագրեր, որի շրջանակներում էլ իրականացում են սպասարկում։ Նախարար Բաքվից վերադարձած մեր գերիների թեման շարունակելով, քանի որ իրենց գերության ընթացքում բազմաթիվ է եղել տեղեկատվությունը իրենց առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, Վիգենի վերաբերյալ, Վագիփ Խաչատրյանի վերաբերյալ, հիմա տպավորություն է, որ կարծես թե Բաքվին մենք փորձում ենք քաղաքակիրթ ներկայացնել, այնտեղ ամեն ինչ լավ է եղել, իրենց առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ կարգին է, որտեղ մարդիկ հացադուլի մեջ են եղել օրերով, անգամ չի կարողացել խոսել, հիմա տեղափոխվել են Հայաստան, խոշանգումներ են եղել։ Հարգելի գործընկերներ, դուք ինձ հարց եք ուղղում առողջական վիճակի մասին։ Ես դες օբյեկտիվ ներկայացնում եմ իրավիճակը, ներկայացնում եմ նաև հաջորդիվ մեր ձեռնարկվելիք քայլերը։ Թե դուք ինչ եք դրանից ենթադրում, չեմ կարող ասել։ Ես թույլ տվեք վերջացնեմ։ Ուրեմն մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնությունը կամ նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվություն մենք չենք պատրաստվում, ուրեմն այսպես հաղորդել համայն աշխարհին։ Եթե ուրեմն հաջորդիվ ունենալ հարցեր, կխնդրեմ մեր ժամանակ տալ, այդ մարդիկ կարիք ունեն դեռ մի բան հասկանալու, ընկալելու, որ Հայաստանում էլ ամեն ինչ լավ է եւ եթե կլինեն նրանց կողմից ցանկություն պատմելու իրենց առողջական վիճակի մասին, նրանք կներկայացնեն։ Տիկին նախարար դուք եք 9 միլիոն պարգևավճար ստացել։ Կառավարությունը արդեն այդ մասով պարզաբանումներ ներկայացրել է, ես էլ հայտարարագրող անձ եմ, հայտարարագիրս կներկայացնեմ։ Որքանով է ազնիվ այս աղքատության պայմաններում։ Ես զարմանում եմ, որ դուք այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների ընդունման ժամանակ չեք արձանագրել, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր ուրեմն որոշում է կայացվել եւ սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին։ Դրան նախորդել էր վարչապետի հանդիպումը պետական համակարգի մեր մարմինների աշխատակիցների հետ եւ մենք խնդիր ունենք մեր պետական համակարգում ներգրավելու մասնագետների եւ պահելու այն ռեսուրսը, ինչը որ մեզ օգնելու է մեր պետության զարգացման համար։ Նշվել է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետության բյուջեի նման աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, ինչին մենք պետք է անդրադառնանք։ Դուք բոլորդ, ներողություն, հարց եք տվել, դուք տվեք պատասխանը։ Դուք բոլորդ ուզում եք, որ պետական համակարգը լավ աշխատի, այնտեղ լինեն արհեստավարժ մասնագետներ եւ նորից եմ կրկնում, այս վարձատրության
նոր մեխանիզմը ընդունված է բաց թափանցիկ կառավարության որոշմամբ։ Հստակ սկզբունքների հիման վրա արդյունքը հեն բոլոր պետական մարմինները ունեցել են հաշվետվողական առանձին ձևաչափ իրենց կատարած աշխատանքի առաջնահերթություններին հասնելու եւ այո պետական համակարգը ստացել է համապատասխան փոխհատուցում։ Արդար լինելու մասով ենք ասում։ Ուրեմն իսկ Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ աղքատ է։ Ձեր յուրաքանչյուր 4-րդ, չգիտեմ ինչ ցուցանիշ եք նշում։ Վիճակագրությունն է պաշտոնական։ Հենց աղքատության վերացման մասով պետական համակարգի աշխատանքն է եղել, որ այդ աղքատության ցուցանիշը իջել է եւ մեր տնտեսվարողների, որոնք որ մեր Հայաստանի զարգացման հենասյունն են, նրանց տնտեսական աճի պոտենցիալը ամբողջությամբ ապահովելու մեջ հենց պետական Իհարկե ավելի ցածր օղակների աշխատակիցները համաչափ, ինչպես օրինակ դուք չնշեցիք իհարկե կոնկրետ թիվը, մարդիկ եղել են 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն են պարգևատրել, օրինակ Հայփոստը, որը նաև էլի պետական մարմնին է պատկանում, Հայփոստի աշխատակիցները դժգոհում են, որ իրենք ընդհանրապես պարգևավճար չեն ստացել։ Հիմա արդարության սկզբունքով եթե առաջնորդվենք, վերին օղակում գտնվողները, ովքեր ստանում են բավականին բարձր աշխատավարձ, որ փոխհատուցման եւ վարձատրության այս մեխանիզմը կարող եք բացել կարդալ ինչ սկզբունքներով է։ Արդար է, թե չի արդար։ Չէ, արդար է, որ ձեր 6-7 միլիոնը ձեր օրինակ ենթակայությամբ գործող բժիշկներից շատերի օրինակ 2 տարվա աշխատավարձն է, 2 տարվա։ Իմ ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունենք, որոնք ստանում են այս պարգևավճարի կրկնակին 1 ամսվա ընթացքում։ Հիմա դա արդար է։ Բարդ վիրաբույժներ են, այո, արդար, եթե բարդ վիրաբույժ են, շատ լավ է, օրինակ, հասկացանք, բայց նույն պոլիկլինիկական օղակի աշխատողներ 152,000 են ստանում։ Պոլիկլինիկական օղակի աշխատակիցների աշխատավարձերն էլ վերջին տարիներին բոնուսների համակարգով էականորեն աճել է եւ աճելու է հաջորդի։ Բայց ոչ 5-6 միլիոն։